տարի սրանից առաջ Երևանի ամենաշիրակացու ջեմարանը, որը մեր հանրապետության միակ կրթական հաստատությունն է հատուկ շնորհալի եւ տաղանդավոր երեխաների համար, դրվեց իր առաջի շրջանավարտներին եւ մեր առաջի սաներին վաղ վիճակվեց լինելու վեհարանում եւ այստեղ նրանք լսեցին մեր հայոց հայրապետի սուրբ խոսքն ու օրհնությունը։ Ցավոք սրտի անցյալ տարի Վազգեն Լեհափարի առողջության խիստ վատթարացման պատճառով մեր երկու շրջանավարտներին չհաջողվեց լինելու իրեն մոտ։ Այսօր վաղ վիճակվել մեր արդեն երրորդ շրջանավարտներին լինել վեհարանում, նրանք կանգնած են կյանքի նախաշեմին, նրանցից շատերը արդեն վարդագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են։ Պետք է ձեզ ասեմ, որ ուզում եմ զեկուցել մեր հայրապետին, որ եւ նրանք եւ մեր բոլոր ուսուցիչները եւ մեր բոլոր ջեմարանականները շատ պարզ են գիտակցում իրենց դերն ու նշանակությունը մեր հայազգի, մեր պետության բարգավաճման գործում, մեր նոր պետության կառուցման հարցում։ Նրանք շատ լավ գիտակցում են, որ մեր ազգի ամենամեծ հարստությունը դա գիտական միտքն ու մտավոր կարողություններն են եւ պատրաստ են այդ ասպարեզում անել ամեն ինչ։ Եվ արդեն արել են որոշ բաներ, որոնց մասին կուզեի զեկուցել ձեզ։ Վերջին միայն 3 տարիների ընթացքում հանրապետական բոլոր օլիմպիադաներում մեր ջեմարանի սաները գրավել են առաջին տեղը թիմային հաշվարկով եւ այսօր իրավամբ հաշվի առնելով նաեւ մյուս ցուցանիշները համարվում են մեր հանրապետության համար 1 ուսումնական հաստատություն։ Հիմա կանգնած ենք կյանքի նախաշեմին, ուզում ենք ամուր ոտքով կյանք մտնել։ Ուրախ ենք եւ երջանիկ, որ մեզ բախտ է վիճակվել լինելու ձեզ մոտ ու ժամանակ եկած մեզ ընդունելու։ Եկել ենք, որ առաջին հերթին նախ ձեզ հաճ առողջություն մաղթենք, տեղնավոր ծառայություն մաղթենք իբարս մեր ազգի, մեր ժողովրդի, մեր եկեղեցու եւ սրտադրով սպասում ենք ձեր խոսքը։ Ես պիտի որ մի քանի բառով եւս ասեիք, թե ինչ տեսակ ուսումնական ջուրերի մեջ են իրենց գիտական գործը կատարել, այսինքն ինչ տեսակ մասնագիտություններ կան շիրակացի անվան այս հաստատությունում։ Շիրակացու ջեմարանը ստեղծվել է 6-րդ եւ 7-րդ դասարանցիների համար։ Այսինքն մենք հնարավորություն ունենք հավաքագրել մեզ մոտ ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքի մեր շնորհալի երեխաներին, որտեղ այդ տարիքը արդեն թույլ է տալիս նրանց ուսումնառությունը ստանալու Երևան քաղաքում, գիշերօթիկ ուսումնական հաստատություն է, բնագիտական ուղղվածության է ջեմարանը, բայց դա ամենևին չի նշանակում, որ հումանիտար բլոկը մեզ մոտ վատ հիմքերի վրա է դրված։ Մենք հենց առաջին տարուց անցնում ենք բոլոր հումանիտար առարկաները եւ առաջին հերթին աստվածաբանության հիմունքները, որի ուսուցիչներ մեր առաջին հայր Միքայելը այստեղ նստած 3 տարի, ոչ, աշխարհիկ ջեմարան է, բայց աստվածաբանության հիմունքներն անցնում ենք մեր եկեղեցու պատմությունը անցնում ենք հայր Միքայելը դասավանդել։ 4 տարի է ուսումնառության ընթացքը։ Առաջի տարում բոլորս անցնում ենք նույն ծրագրով, առաջի տարուց հետո 3 ուղղություններից որևէ մեկն ենք ընտրում, կամ ֆիզիկա-մաթեմատիկական, կամ բնագիտական, կամ ճարտարագիտական։ Հիմա աշխատում ենք նաև այն ուղղությամբ, որ մի հումանիտար ուղղություն ենք բացենք մեզ մոտ, տեսնենք, եթե հաջողվի, անպայման եկող տարի մենք հումանիտար ուղղություն ունենանք։ Շատ բազմապիսի եւ հարուստ է ասում մեր կյանքը ջեմարանում։ Երեխաները հասնում են բացի ուսման գործից նաև գիտությամբ զբաղվել, իրենք առաջին գիտական փորձեր են կատարում այս ընթացքում։ Ամեն տարի մենք 10-օրյա պես փառատոն ենք անցկացնում շիրակացու փառատոնը, որի ընթացքում երեխաները զեկուցում են իրենց կատարած գիտական աշխատանքների մասին եւ ընդհանրապես այդ փառատոնը դառնում է յուրատեսակ միստուկատես եւ մշակույթի եւ գիտության եւ իրենց ուսումնառության առումով։ Կարծում եմ, որ մյուս հաջողությունների մասին էլ իրենք համեսօրը կարող են պատմել ձեզ։ Հիմնական դարձությունը ինչ է ձեր ավանդակ բնագիտական, մաթեմատիկական կամ մյուս ջուրերի եւ համալսարանում։ Մենք տալիս ենք խորը միջնակարգ կրթություն։ Մեզ մոտ 10 տարի է, չէ, Հայաստանում միջնակարգ կրթությունը սահմանված, դրա համար ես նշեցի, որ 6-րդ եւ 7-րդ դասարանից հետո 3-4 տարի եւ ավարտեն որտեղ գնան իրենք։ Հիմնականում Երևանի համալսարանում են սովորում
Երևանի համալսարանը ընդ որում Հայաստանի կառավարության որոշումով ընդունում է մեր սաներին առանց քննությունների, եւ այստեղ նստածներից շատերը արդեն ընդունված են համալսարան, իսկ նրանք, ովքեր ընտրել են այլ մասնագիտություններ, մի քանի օրից հետո արդեն կմասնակցեն բարձրագույն ուսումնական հաստատությունների քննություններին։ Մանկավարժական ինստիտուտ գնացողներ պիտի լինեն։ Կարող են։ Հիմնականում համալսարանում են սովորում։ Հիմնականում ունենք արդեն հրավերներ նաև արտասահմանից, Ռուսաստանից ունենք։ Երեխաներից մեկը անցյալ տարի հրավիրեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան առանց քննությունների սովորելու։ Նա հաղթել էր միջազգային մրցություն, 3-րդ տեղն էր գրավել։ Այս տարի էլ ենք հրավեր ստացել Մոսկվայից, էլի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտից են ստացել հրավեր։ Ունենք նաև մի սանուհի, որը պետք է մեկնի Ամերիկա ուսումնառությունը շարունակելու նույնպես հրավերով։ Շատ շնորհակալ եմ քանից։ Գնահատանքը եւ ուրախությունը հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ մի տեսակ ավանդության եք վերածել այս այցելությունը եւ մի անգամ եւս աղոթում եմ Աստծուն մեր երջանկի շադակ Վազգեն առաջին կաթողիկոսի համար, որ առաջին ձեզ ընդունող բեհապարը եղել է Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռում։ Եվ այս անգամ, երբ ես ձեզ առաջին անգամ լինելով եմ ընդունում այստեղ, զգում եմ, որ այն երիտասարդությունը մեր Հայաստան աշխարհի բնակչության, որ ուսումնառության բարձր ոլորտներին են ձգտում, այդ երիտասարդության մեջ եկեղեցու հետ կապվածությունը ամուր կմնա։ Դա ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետև համալսարանական ուսումը ինչ մասնագիտություններից էլ որ աղկանա, դա լինի առարգայական գիտություններ, դրանք լինեն պատմական գիտություններ, հնագիտական գիտություններ, կամ ամենաբարձր աստիճանի ֆիզիկոսական կամ ինչպես որ գասեք դուք այստեղ հյուրեական նույնիսկ ուսումներ, ամբողջական, այս բառը չմոռանաք, ամբողջական չի լինի այդ ուսումը, եթե երբեք իր մեջ չներառնի գրոնքը, մարդկայնությունը եւ ուրիշ շատ արժեքներ։ Երևակայեցեք, որ արևմտյան աշխարհի մեջ համալսարանները, որոնք դեպի մասնագիտություն, ծայրահեղ աստիճանի մասնագիտություն գնացին, տեսան, որ այն մարդը, որ դուրս կգա համալսարանից, իր մասնավոր ներ մասնագիտական ուսման մեջ շատ հարաճած կլինի, բայց դկետ կդառնա կյանքի ուրիշ երևույթներից, ուրիշ արժեքներից, զուրկ կմնա։ Դրա համար GE գոչված General Education գոչված մի դասընթաց հիմնվեց գրեթե բոլոր համալսարաններում, ընդհանուր ուսում, եւ մի օր գիտություն, զուտ գիտություն, բնագիտություն կամ քիմիագիտություն ուսումնասիրող աշակերտներ կողս եկան, անադեն ես բարձ եպիսկոպոս էի, ասես սուրբ գիրք տվեք մեզ։ Ինչու ասես, մեր տասի մաս կգազ, որ տասի, General Education, Արիստոտել, հունական փիլիսոփայություն եւ ուրիշներ սկսան գտալ, որպեսզի ամբողջական դառնա մարդու գերբարը եւ ոչ թե գործիք մտառնա նա միայն մասնագիտական ինչ-որ հատուկ ջուրի մեջ հարաճած լինելով։ Եվ երբ որ ես մի անգամ իմ եղբոր դղին հանդիպեցի Կանադայում, ասաց, որ այս ձեր սուրբ գիրքը որքան սուղ է եղել, ինչու՞, սա $35 դվի մեկ հատոր քնելու համար, ես քեզ կտայի, ասաց, որ դասի մեջ նա տնտեսագիտական ջուրի էր դեպում, իրենց դաս էին սահմանել սուրբ գրքից։ Մի տեսակ գիտության, ուսման, ամբողջականության եւ անբաժանելիության ըմբռնում կա եւ ադիա հինեն իվել գալ, բայց որոշ չափով աստվել էր եւ հիմա ուրախ եմ, որ նրան վերադառնում են համալսարանները։ Երկրորդ ասելիքս այն է, որ ես
Շիրակացիի անվան այս հաստատությունը չեմ ճանաչի, բայց Շիրակացին իմ տբրևանքյան ուսանողության շրջանից ամենեն շատ սիրված հեղինակներից մեկն էր։ Նրա ինքնագենսակությունը կրտես կոց եմ սով, թե ինչպես նա գնացել է Դյուկիկոսի մոտ, թե ինչպես գնացել է Դրաբիզոն, թե ինչպես գնացել է Կոստանդնուպոլիս, թե ինչպես վերադարձել է, թե ինչպես իրեն այն ընդունությունը չի գտել, ինչ որ սպասում էր, եւ իր տվապանական աղյուսակները եւ բոլորներ մենք ժամանակին ուսումնասիրել ենք եւ նաեւ այն ըմբռնումը, որ նա աշխարհի մասին ծուի հավգիթի կերպարանքներ պատկերացնում, դա մեծ գյուտ էր կարծվում իր ժամանակին։ Մի խոսքով Շիրակացին մեր ամենաբարձր աստիճանի դաղանդաշատ եւ բաստակաշատ մատենագիրներից մեկն է եւ նրա անունով ինչ որ լինի ինձ համար հատուկ հաճույք կպատճառ։ Եվ ուրախ եմ, որ դուք այդպիսի մեծ գիտնականի անունով մգրդել եք ձեր ուսումնառության կենտրոն։ Եվ հիմա որ դուք ավարտել եք եւ պիտի գնաք ուրիշ ավելի բարձր աստիճանի ուսումնական կենտրոններ, ես կուզենայի մի բան ձեր մեջ ամրացած լինել։ Ուսումը ոչ հարստություն է եւ ոչ էլ զարդ։ Ուսումը կյանքի իմաստության նպաստող ընթացք է մտածողության։ Ձանիր սկեզը ավելի մեծ նշանակություն ունի, քան ձանիր ըսճուրն, կամ ձանիր ըսքարն, կամ ձանիր զաստեղս։ Սոկրատը մի անգամ ասել է. մտածումը մարդոց երկնքի աստղերից բերենք եւ մարդի վրա կետրոնացնենք։ Եվ դա ընտրել այդ նշանապանը Տեխպյան արձանագրությունը ձանիր սկիզ։ Ամենից մեծ գիտությունը, որ կա, ինքնաճանաչում։ Մյուսը տեխնիկը, թե մեկը կոմպյուտերի վրա աշխատի, կամ հյուրերի վրա աշխատի, եւ կամ մյուսը դախտակի վրա աշխատի, կամ երկաթի վրա աշխատի, արհեստ, եթե շատ պիասենք տեխնիկական հմդություն է, բայց բուն ուսումը, գիտությունը, դա մարդու ինքնաճանաչումն է եւ իր ինչ լինելուն, ինչու լինելուն լուսավորված եղանակն է, որ մեզ գտվելի գիտություն։ Ես մի դեղ ասացի, դերս մեր սրբազանները կամ վարդապետները գրկնություն նկատեն, մարդ երկու անգամ գծնի, մեկը այն ադեն, որ իր հորե եւ իր մորե գծնի, մեկն այն ադեն, երբ գիտնա թե ինչու ծնած է, եւ իր ոչումի գիտակցությունը գուրեմա, իր անելիքի օգությունը գիտնա, եւ դրանից հաճույք։ Եվ ಅದոր համար դուք այս աստիճանի վրա վստահ եմ, որ այդերս այդ հարցումները ձեզ համար հստակեցուցած անձեր եք, գիտեք, թե ինչ գիտության ավոր ծառայի է։ Այդ բոլորից վեր մարդը, հայրենիքը, ասկը, եկեղեցին եւ Աստված։ Այս արժեքներից բարբված ովևէ մի մարդ ինձ համար մեքենա է, հաճույքի մեքենա, շատ չէ։ Հետևաբար, երբ ամերիկյան համալսարանը Բեյրութում շուրջ 500 հայ ուսանողներ ուներ, ես այն ադենել եպիսկոպոսի բանկում, ներողություն վարդապետ էի։ Մի օր այդ աշակերտները ինձ դիմեցին եւ մենք հիմնեցինք Հայաստանի այդ եկեղեցու համալսարանական ուսանողների միություն, որ գրճատված ձևով գրվում է ՀԵՕՄ։ Եվ դրանք ամեն շաբաթ օր մեկը հետևեր բնական գիտությանց, ուրիշ մեկը քիմիական գիտությանց, ուրիշ մեկը ուրիշ տնտեսական, իրավաբանական, բժշկական եւ այլ գիտությունների կհետևեին, բայց ամեն շաբաթ օրվան կկային եւ դասախոսներ կլինեին գրոնքի, գրականության, մշակույթի եւ այլ բնագավառների մասին, որոնք կլրացնեին, կամփոխացնեին
մի ձևով ես պիտի ասեմ բսագեին իրենց ստացած ուսումները համալսարանի մեջ։ Եվ ես պետք է ասեմ 30 տարի է, որ այդ գազագերբությունը գար, եւ դրա հետ շատ մեծ գործ ունեցա ես անձնապես հաջող իրենց հետ լինելով նույնիսկ կաթողիկոսական մագարտակի վրա եւ իրենցից ավելի օգտվողը ես եմ։ Եվ արիք դիմին ինձ, որ մտածենք այս բոլորի մասին։ Հետևաբար, ձեր ուսումնը այսպես գնահատելով ես մաղթում եմ ձեզ բոլորիդ, որ ինչ որ անեք ապակայում, այդ բոլորի մեջ նկատի ունենաք մարդի մեջ հայը եւ հայի մեջ Աստծո ներկայությունը մեր եկեղեցու ներկայությամբ։ Դա մեծագույն հարստություն է, որ ունենք։ Երեք մի այնպիսի հոգելից պահ ապրեցինք մայր տաճարում։ Միայն պետք է լսել, թե ինչ աղոթքներ կային, ինչ հոգին բարձրացնող, զվարճացնող, հոգեգանորեն կերազվարճ բառը գործածված է, զմայգի, կերազարգիլ, Աստծո զորությամբ, որովհետև այնտեղ 4 երիտասարդներ իրենց կյանքերը նվիրեցին Աստծուն եւ եկեղեցուն։ Ծունկի եկան, ծունկով խորան բարձրացան եւ ուխտեցին իրենց ամբողջ կյանքը։ Դրանից ավելի ինչ գեղեցիկ բան։ Կարելի է շատ նվերներ անել, կարելի է տրամ տալ, կարելի է շենք տալ, կարելի է հող տալ, բայց իրեն տալ, ամբողջ եղածովը, դա գերակույնն է բոլոր ընձանից։ Եվ Աստված ինքը իրեն տվեց մեզի, Քրիստոս։ Նա 7-րդ երկինքը չմնաց, եկավ, մեզ պես եղավ, մեզ հետ ապրեցավ Քրիստոսի միջից։ Դա ամենից մեծ ճշմարտությունն է, որ ես սովորել եմ կյանքումս, եւ ուզում եմ, որ դուք ինչ մարզի, ինչ բնակավարի մեջ էլ որ ուսումնականությունը տանեք, գիտնաք, որ այս հայրենիքը պետք ունի հոգելից մարդկանց, աշխարհական, այս հոգելից մարդ, որոնք գիտնան իրենց ուսումը, իրենց հայրենիքի, այս նորագազ մեր պետությանը ամրացմանը։ Եվ այդ մարզում, եթե դուք հասունություն ձեռք բերեք, քաղաքացիական տասկերագության մեծ արվեստ նվաստած կլինեք։ Ադոր համար շնորհավորում եմ ձեր կատարած աշխատանքը։ Գնահատում եմ եղածը, մաղթում եմ լինելիքին համար, որ դա լինի մեկի փոխարեն 60, մեկի փոխարեն 80 եւ մեկի փոխարեն 100, ինչպես ասում է Աբետարանը։ Մեկ անեք 60 ստանաք, մեկ անեք 80 ստանաք, մեկ անեք 100 ստանաք, ձեր բոլոր ջանքերը ուսումնական աշխատանքները այսպես բտղավորվեն, առատորեն եւ ազնվաբար մի սեր, ձեր երջանկություն, անհատական երջանկություն, երկրորդ իսեր մեր հայրենիքի զարգման եւ իսեր նաեւ մեր եկեղեցու բարգավաճման։ Թող Աստված օրհնի ձեզ բոլորին։ Աղոտ դեհավ հարցեր։ Աղոտ։ Մի աղոտ դիանեկոց։ Եվ բասն սուրբ խաչիկո բատվագանի դերն գալզա աչանս մեր եւ գեցոզ մեզ Սուրբ խաչիվ սաղաչես սուբս դեր զիսովավ պրգեսցեզ մեզի մեղած եւ գեցուսեր շնորի որ մության յուրո ամենագալ դեր Աստված մեր կեցո եւ ողորմյա Բախվանիչ եւ հույս ավադացելոց Քրիստոս Աստված մեր բախյա բախվանյա եւ օրտնյա զասկս հայոց զեկեղեցիս Հայաստանյա օրտնյա դեր ըս հայրենի երկիրը մեր ըս Հայաստան աշխարհ օրտնյա զամենայն գրթական համալսարանական գիտական ակադեմիական հաստատությունս գազագերբությունս եւ հատկապես օրտնյա դեր Զերդասարտս եւ զերդասարտիս որ ընձայեն զգյան սյուրյանց բասն գիտության եւ բասն հրաշքության ասկիս հայոց Հայաստան ընտրանյա սուրբ եւ պատվական խաչիլետկովի խաղաղության
յա դեր հերևելի եւ հաներևույթ տշտամբունի արժանավոր յա գողության հարավոր լսկզն փոր եւ ծուփոյ այժմ եւ միշտ Դավիդյան հավիլենից ամեն Աստված զորացնից ես բոլորիդ եւ մի փոքրիկ իշադակ ձեզի յուրաքանչյուրին եւ մեկնեք էստեղից որ չմոռնա Արտասահմանեն գալ են ես։ Առաջին տարի նոր կինոջ։ Հա, կարծի մեկի։ Նոր ելույթ։ Արգարժան վեհապարտեր թույլ տրեք երկու խոսքել ասել, ինձ արդեն երկրորդ անգամ է այսօր բաղ վիճակում լինելու տեսնուց և լսելու ձեզ, ապրիլի 24-ին ես մեր ճեմարանի մեծ բարեկամ և հովանավոր Վահագ Հովնանյանի դստեր Նինայի միջոցով ներկայացրեցի ձեզ և մինչ օրս այդ տպավորություններով եմ ապրում և կարծում եմ, որ այսօր իմ մեր ճեմարանի բոլոր սաների և ներկայացուցիչների հիշողության մեջ այսօրվա մեր հանդիպումը եւ ձեր խոսքը կուղեկցի իրենց ամբողջ կյանքում։ Ուզում եմ ի հիշատակ այսօրվան ճեմարանի անունից մի նվեր թողնել ձեզ, որը կատարել է մեր ճեմարանի նկարիչ Մելիք Ղազարյանը։ Այստեղ ոչ ցավոք սրտի ինքը Երևանում չէ։ Հայոց վեհապար հայրապետ Կարելինային Շիրակացու ճեմարանից 24/08/95 թվական։ Եվ մի մեծ ցանկություն եւս թույլ տվեք արտահայտեմ եւ մեր անունից եւ մեր բոլոր աշխատակիցների եւ սաների անունից կուզեի խնդրել ձեզ եկող ուսումնական տարում մեկ օր այցելեք մեր ճեմարանը։ Մի առիթով կլինի եւ ծմերադեն կգամ։ Ձմեռն ենք միշտ աշխատում։ Ասում եմ, որ ես ուզում եմ այն մեր օրերին մեր ժողովրդի լինել եւ ոչ թե միայն լայն օրերին։ Եվ երբ որ հատասավորվի, այդենք միասին որոշենք մի օր, կապ պահեցեք մեզ հետ եւ եթե երբեք որ մի ադեն այստեղ գալու արիք լինի եւ ուզենք մեր եկեղեցու քրիստոնեական հավատքի կամ այլ հոգեվոր արժեքների մասին զրույց ունենալ, ես ամենայն սիրով ժանգուզիշեմ եւ այստեղ
դահաբակվենք ավելի մեծ թիվով թերևս, եւ եթե հարցումները լինեն ուսանողների կողմից, ես ուզում եմ ոչ թե միայն խոսել, այլ լսել։ Լսելը ինձ համար մեծ նշանակություն է, բայց արիքներ քիչ են։ Եվ դրա համար է, որ եթե այդպիսի մի արիք լինի, ուզում եմ նախ ձեզ լսել, ձեր մտածումներին հաղորդ դառնալ, եւ ըստ այն իմ մտածումները, եթե Աստված ուրեմի մտածելու կարողություն կդրի փոխարեն, դա այդպես բաժանել միասնաբար։ Երեք երկուսը։ Հաջորդ տարի մեր հոգևոր ջերմարանի սան ընտրենք, հա՞։ Ամենայն հայոց կաթողիկոս նորից սուրբ օծություն Տեր Գարեգին այլ։ Ազնիվ սրտով խելամիտ, պատկանեցիր մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի, եւ միաբանություն լուսավոր գալիքի, նա իրական ողջու պայծառ տեսիլքի, ապավեն դարձավ հայրենաբարձ հային, յուրատի փոքու աստվածաշնորհին, նոյ նահապետի շքերթորմի նոր, հայք ցուցածնի հայացքով հզոր, ավետիք եղավ աշխարհին մարդուն, յուրօրինակ մի ցնծությամբ լեցում, որ գա բարձրացավ վեհու պերճախոս, թկյանս ընտրյալ նոր կաթողիկոս, Աստծո սիրով եւ զորությամբ ներշնչված, զանգերեզի ողանջունով համակված, գրովանքով ժողովրդի մուրազով, ղզականներ ինքնության հույզերով, նոր ու շքեղ հայրապետական գահով, տիրոջ կամքով, սուրբ օծության փառքով, իրոք դարձար նոր վեհապետը սիրված, ռաբունական իմաստությամբ տոգորված, Կիլիկիո մեծի տան փառքի համար, աղոթեցիր ու գործեցիր հայրաբար, թողած կյանքի վայրկները գրավիչ, որպես ժառանգ լուսավորչի հմայիչ, ղեկավարվելով մանկուց սիրած երկերով, ինքնամուրած նվիրումով, բաղձանքով, Կիլիկյան ազատված տեսնելու հույսով, որ երազն էր աշխարհասկյուր հայության, սատայելով անձրբեր քաջության։ Գանանաբույր հոգեզմալ սուրբ տոնին, աստվածակերտ հայոց կնաղաշխարի, հրապուրանքով, ապրումներով լուսավոր, երանությամբ համակված ու բախտավոր, գալիքի վար, երազանքով խանդավար, ինչ չեր հույսով ու հավատով մշտավար, նոր օծության պաղարնակերպ ու բարի, աստվածահաճ, առաքելական վանքի, Ռահվիրան ամենասուրբ օջախում, արեգնապայլ մոմերի մեջ վարվարում, ջերմառան թոքեբարար թափորով, իջման սեղանին խոնարհաբար աղոթքով, նվիրովով սուրբ Գրիգոր լուսավորչին, Տիկնային ժամերգությամբ Հիսուսին, նվիրվեցին հայոց փառքի տաճարին։ Ամենայն հայոց աստծո կաթողիկոս Գարեգին Աստված ձեզ օգնի բոլորիդ, հա՞։ Իմով։ Չկա, ոսամ չկա։ Չի կարելի, կարելի։ Ահա կեսը ծվերի մեջ կալեք, կեսը տարած ծվերի ասել։ Հիմա ապարատը